Լույս սիրելիներս, Տեր Հայր, ինչ պետք է անենք, որ հավատքի կյանքի մեջ աճ ունենանք։ գիտեք սիրելիներս, մեր Տերը այս գործընթացը շատ գեղեցիկ նկարագրում է Հովհաննեսի ավետարանի մեջ, երբ ասում է սերմնահատիկը մինչև հողի մեջ չընկնի եւ չմեռնի, սոսկ հատիկ կմնա։ Եթե մեռնի, ինքը անպայման պտուղներ պիտի տա։ Այնպես էլ հոգևոր կյանքն է։ Մեր կյանքն էլ բաղկացած է մարմնից եւ հոգուց։ Ինչպես որ սերմնահատիկը երկու մասից է բաղկացած, սերմնաբջիջից եւ կեղևից, եւ մինչեւ կեղևը հողի մեջ ընկնելուց հետո չմեռնի, չի կարող սերմնաբջիջը ծլել, հասկ դառնալ եւ պտուղ տալ, այնպես էլ մարդու հոգևոր կյանքն է։ Մարդու մարմին, այսինքն մարմնավոր ցանկություն, աշխարհասիրությունը, դրամասիրությունը մինչև չմեռնի, նրա հոգին չի կարող պտուղ տալ եւ արդյունավոր լինել։ Մարդը պետք է իրենից հեռացնի մարմնավոր եւ աշխարհային ամեն բան, որպեսզի կարողանա հոգեվոր կյանքի մեջ աճ ունենալ։ Ինչ է սա նշանակում, սիրելիներ։ Օրինակի համար, եթե մարդը դրամասիրությունից եւ դրամասիրություն իր միջից չհեռացնի, ինքը չի կարող հոգեվոր մարդ դառնալ։ Մինչեւ ինքը իր եսի համար չմեռնի եւ եսասիրություն իրենից չհեռացնի, չի կարող հոգեվոր մարդ դառնալ։ Բայց միայն սրանք չեն, որ մեծ մեղքեր են մեր կյանքի մեջ։ Երբ կարդում ենք հատկապես Պողոս Առաքյալի նամակները եւ գլխավորապես Գաղատացիների նամակը, մենք այնտեղ շատ մեղքեր ենք տեսնում. նախանձ, ատելություն, հակառակություն, բամբասանք, չարախոսություն, նենգություն, դրամասիրություն, ավելի շատ կեղծավորություն, քան աստվածասիրություն, եւ այս ամենը չի վերաբերում եկեղեցուց դուրս եւ Աստծուց հեռու մարդկանց համար, սա վերաբերում է թե հոգեվորականներին, թե հավատացյալներին, որովհետեւ եկեղեցու մեջ եղող մարդիկն են, որ այս մեղքերը գործում են, ապրում են եւ իրենց կյանքն ու կենցաղը չի տարբերվում աշխարհիկ մարդու կենցաղից։ Այս մարդիկ են, որ աշխարհի մեջ ապրող մարդկանց նման են, թե իրենք եկեղեցու մեջ են։ Շատ կարևոր մի բան մենք պետք է հասկանանք. եկեղեցի գալը անհրաժեշտություն է, բայց եկեղեցի գալով մենք հավատացյալ չենք դառնում։ Եկեղեցու անդամ լինելով մենք քրիստոնյա չենք դառնում, եթե դու Քրիստոսին չես մոտեցել։ Եկեղեցու գալուց հետո դու պետք է դեպի Աստված գաս։ Եթե դու դեպի Տերը չես գնացել եւ Տերը քո կյանքի մեջ չի դարձել քո թագավորը, քո հույսը, քո վստահությունը, քո ապավենը, դու պարզապես եկեղեցու այցելող որևէ մեկն ես։ Մոմ վառելով մենք քրիստոնյա չենք դառնում, եթե մենք հավատքի, հույսի, սիրո մոմը վառ պահած չենք պահում մեր կյանքի մեջ։ Սուրբ հաղորդություն ստանալը մեզ սուրբ չի դարձնում, եթե մենք Քրիստոսի սիրուն հաղորդակից չենք դարձել։ Սա է ամբողջ գլխավոր պատճառը, որ մենք մեր հոգևոր կյանքի մեջ աճ չենք ունենում։ Եվ որpիսի մենք մեր հոգևոր կյանքի մեջ աճ ունենանք, սրբությունը մեր մեջ ավելի շատանա, մեր վրա այդ կեղևը պիտի հանենք ու դեն նետենք։ Մենք պիտի թույլ տանք, որ այդ կեղևը չարքելի, որpիսի մեր հոգու ծաղիկը, այդ սերմնաբջիջը, որ Տերը իր սիրով դրել է մեր մեջ, պտղաբեր դառնա։ Իսկ սրա համար նախ դու պետք է բացվես, ինչպես որ ծաղիկը արևին է բացվում, իր գեղեցկությունը այդ ժամանակ ենք տեսնում, այնպես էլ քրիստոնյան, մինչև Քրիստոսով չբացվի, չլուսավորվի, չի կարող։ Եվ ինչպես պիտի բացվես աղոթքով, աղոթական կյանքով, Քրիստոսի հետ ժամանակ անցկացնելով, նրան քո կյանք հրավիրելով, նրա հետ ամեն օր ապրելով եւ ոչ թե եկեղեցի գնալ, չեզոք ու կրավորական դիրքով կանգնել ու դուրս գալ, այլ ներկա լինել եւ հոգևոր միության մեջ մտնել Քրիստոսի հետ։ Եվ այդ ժամանակ մենք ամեն օր կգրանցենք այն հոգևոր աճը, որ Տերը մեզանից սպասում է։